Ստեղ շահագրգռված կողմը իհարկե Թուրքիան շատ մեծ է, քանի որ մենք հանդիսանում ենք Քենիայի Drugs Enforcement Agency հիմնադիրը եւ տարբեր գործողումներ ենք ունեցել եւ հետազոտել ենք այդ hot route-ը, հա, կոչվում է գարյաչի լինիա, այդ նարկոտրոֆիկի եւ բազմաթիվ բացահայտումներ ունենք։ Հիմա Թուրքիան լինելով այդպիսի հսկա տարածք ունենալով եւ այդպիսի վատ էկոնոմիկա, նրան այդ ճանապարհը պետքա, որովհետեւ Աֆղանստանից պետքա հերոինը կամ այլ թմրամիջոցները նրանք հասցնեն Եվրոպա։ Այսինքն Թուրքիայի համար այսօր որ գնահատում է 350 միլիարդի թմրադեղ, նրանց հաշվարկով 100 միլիարդը նրանցը կլինի եւ բացի դրամական դա լինելու է լծակ Եվրոպայի վրա։ Չանեք մեր որոշումները, մենք այդ կրանը բացելու ենք ավելի շատ թմրադեղա գնալու կանեք, իսկ որտեղ կա թմրադեղ, այնտեղ կա անօրինական ռազմական միավորումներ եւ մենք մեր այցերի ժամանակ տեսել ենք, որ Թուրքիան արդեն իր ներդրումը Աֆղանստանում ունի եւ ունեն նույնիսկ թմրադեղերի գործարաններ։ Հենց Թուրքիայի պետական ֆինանսավորմամբ։ Եվ եթե այս ճանապարհը բացվի, նրանք այդ 350 միլիարդը սարքելու են 800 եւ ավել։ Այսինքն եւ Թուրքիային այս բանաձևը, որ ամերիկան է կարգավորելու ձեռ չի տալիս։ Նրանք ունեն այլ ճանապարհներ, որը որ սանկցիաների տակ անգնում բռնվում է, նրանց նոր ճանապարհ է պետք։ Հիմա իզուր չի, որ Թուրքիան նոր գաղափարով առաջ գալիս։ Կարսից մինչև Ղազախ ճանապարհ, այսինքն մեր երկիրը նրանք զեբրայի պես հենց անընդհատ ճանապարհներ են գծում, քանի որ սա Ամերիկայի վերահսկողության տակ է եւ նրանք վստահ չեն, որ կարող են այդ ազատ թմրադեղի առևտուրը կատարել, նրանք հիմա առաջ եկան նոր ասացին այս ճանապարհը մեզ այդքան էլ լավ չի, մենք Ղարսից ուղիղ դեպի Ղազախ ճանապարհ ենք նախագծել եւ մենք այդ ճանապարհն ենք ուզում, որը որ եթե մեր իշխանությունները դրան էլ համաձայնվեն, այսինքն շատ վտանգավոր ճանապարհ է լինել Ադրբեջանին հաջողվի այդ անկլավների հարցը լուծել, մի խայտարակ վիճակ է լինելու, այսինքն այդ ճանապարհը անցնելու է անկլավների միջով եւ միայն նրանց հսկողության տակ եւ նրանք այդ անգլերեն արտահայտություն կա, էլի willing and dealing, հա, ցանկանում ես եւ կատարում ես։ Նրանք անցնելու են այդ ճանապարհով willing and dealing կամ dealing and willing, ինչ ցանկանան անեն։ Հայաստանը պատրաստ չի դիմակայել նման ծրագրերի։ Ոչ մի երկիր պատրաստ չի, երբ որ թմրա տրաֆիկը գնում է, մանավանդ հերոինի պես թմրադեղից ենք խոսում, որը որ համարյա թե միակ ֆիզիոլոգիական կախվածություն առաջացնող թմրադեղն է, այդ երկրները չորանում վարի են գնում, էլի։ Մենք Չինաստանի այդ մորֆիի պատերազմները գիտենք, ինչ նստեց, քանի միլիոն մարդ սպանեցին նրանք, որ երկիրը հանեն։ Թե խոսքը գնում է Ադրբեջանին չի կատարվել, այդ դեմարկացիա, դելիմիտացիա նրանք չեն կատարելու։ Ձեռնատու չի դա անել։ Իհարկե ձեռնատու չի, նրանք հավակնություն ունեն։ Հասկացեք, այս տրիպը, երբ որ ասում եմ, սա ժամանակավոր գործընթաց էր, նրանք ռազմական պայքարը տեղափոխել են մի այլ դաշտ, մշակութային, քարոզչական, հասկանում եք, մեր գեղասահորդները Արցախ երաժշտության տակ օլիմպիադայում ելույթ են ունենում, նրանք հիստերիա են բարձրացնում։ Դա ներքին Արցախ անվանումը, ասենք, եթե հեռուստադիտողները, մեծ դիտողները չգիտեն, Արցախ անվանումը պարզապես հանեցին եւ սարքեցին Արա Գևորգյանի երաժշտության տակ են ապրելու այդ դա տեղափոխվել է այս սպառնալիքը ժամանակավոր տեղափոխվել է ներքին այլ հարթակ եւ այդ ակցիաները ոչ թե միայն ներքին, այո, մեծ մասով ներքին հանդիսատեսի համար են, բայց քանի որ այսօր Ադրբեջանը ունի մեծ լծակ, մանավանդ ձմեռային ամիսներին, հա, ցրտին այդ գազի արտահանումը եւ իզուր չէր Դավոսի այդ ելույթը, որ նա ասաց Ալիևի ելույթը, երբ որ ասաց ես 14 եվրոպական երկրներին գազ եմ մատակարարում, որից 10 եվրո միության երկրներ են, այդ
արտահայտությամբ նա ասաց դուք չխառնվեք, ես ինչ անելու եմ, դուք չխառնվեք։ Ասում եմ նամանավանդ ձմեռային ամիսներին, երբ որ գազի եւ նավթի սպառումը շատանում է, քանի որ ջերմություն ապահովելու խնդիր կա։ Հասկանում եք, տեղափոխել մի այլ հարթակ ձևացնել, թե այդ վտանգը չկա, դա շատ սխալ է։ Հայաստանը այսօրվա այս քաղաքականությամբ չի կարողանալու դիմակայել այս բոլոր Որովհետև մենք հակընդդեմ քայլեր չենք անում, ըստ Տեսեք։ ձեզ։ Նույն Արցախ անվանումը հանել, նույն ցեղասպանություն բառը հանել, մենք կանգնելու ենք մի մենք դրան դիմաց ոչ մի բան չենք կարողանում, ճիշտ է, ոչ թե չենք կարողանում, այլ մենք հասնելու ենք նրան, որ արգելվելու է դրանք։ Մասիսարն արգելվելու, ընտրություններից առաջ մենք կտեսնենք քայլեր։ Հասկացեք, հիմա աշխարհին, թե Ռուսաստանին, թե Արևմուտքին, Հայաստանում երրորդ ուժ ձևավորվելը ձեռք չի տալիս։ Թե Ռուսաստանի համար այսօրվա իշխանությունը ձեռնատու, թե Արևմուտքի համար ձեռնատու, բայց նրանք չեն էլ կարողանալու հակադրվել այս երրորդ ուժի ձևավորմանը, հասկանում եք, Հայաստանում ընդդիմություն բառը ամոթ է դարձել, ժողովրդի մոտ կա այլ հասկացողություն, հիմա երրորդ ուժ։ Եվ այս երրորդ ուժը, ես հույսով եմ մենք, որ դա այդ երրորդ ուժն ենք, հա, ժողովրդի կողմից կընդունվենք, այս երրորդ ուժի ձևավորումը, երբ որ արդեն ընտրություններից առաջ թե Արևմուտքը, թե Ռուսաստանը կտեսնեն, իսկ նրանք տեսնեն ունակ, սկսելու են ընկնել ցայկոտման մեջ, քանի որ թե Վենսի այցը, այդ իր հայտարարությունները, որ Փաշինյանը գործեր անելու, դա նախընտրական հնարքներ են։ Փաշինյանը ունակ է լավ հարաբերություններ, կայուն համագործակցություն ապահովել եւ մենք աջակցում ենք Փաշինյանին։ Այո, չնայած որ նրանց մոտ հստակ նշված է, եթե նրանց ծրագիրը աշխատի, Փաշինյանին փոխելու են մի այլ ավելի ամերիկամետ առաջնորդի։ Այսինքն սողացող վիճակում է հիմա գտնվում Հայաստանը, ձեր կարծիքով։ Շատ սողացող։ Բոլոր ուժերը, որոնք դե պարզ է նախընտրական շրջան է, դուք չեք կարող ասել այս ուժը, այն ուժը լավն են, դուք բոլորին պետք է ասեք նրանք վատն են, մենք ենք լավը։ Դա ընդունեցինք։ Չէ, ես դա չեմ ասում։ Ես ասում եմ, որ Հայաստանում այդ ուժերը, որ դուք ասում եք, ընտրությունները դարձրել են, գիտեք ինչի մակարդակի են դարձրել։ Մենք Աստված մեզ ողորմացել է, մենք չենք տեսել այդ ժամանակները, երբ որ քրի օլիգարխները իրենց շքախմբերով գնացել են, կանգնել են, իրանց թիկնապաներին իրար հետ կռվացրել են ոնց որ շների, հա։ Հիմա ասենք ոչ թե կուսակցությունների մեջի պայքար է գնում այս երկրում, այլ քաղաքական խմբերի պայքար է գնում, հա, մեկը նոստալգիայի համար, մեկը թալանի համար, ընտրությունները սարքել են առաջի ձևեր չի ձևավորվում, առաջի դեմքեր չի ձևավորվում, որ կուսակցությունները փորձում են ձևավորել առաջի դեմք, չի ձևավորվում, դարձել է կաստինգի ինչ-որ ընտրապայքարը բլոգերական կաստինգ է դարել, հասկանում եք, ասենք իրանց բլոգերներով մի 10 հոգու նկար պետքա դնեն ու ժողովուրդը քվեարկի իրանց էջերում, իրանց ֆեյքերով ու ժողովրդի մեջ փորձեն, ասենք հիմնավորեն կարծիք, որ այս տեխնացուն 80% ձայնը հավաքում, այո, լայք է ստացել, կաստինգ, հենց այդ բառը ճիշտ եմ էլի ասում, այսինքն այս քաղաքական կուսակցությունների պայքար չկա։ Մարդը չի ուզում շոքին, ցրտին գնա հրապարակ պայքարի, ուզում է տունը նստի, ադի-բուդին ուտի, հա, իր պոպկորնը, իր կոլան խմի, հարց լուծի, եւ ավելի լավ հարց է լուծում, քան թե ասենք գնա փողոցում կանգնի։ Եվ այս Ֆրանսիայի դեպքերը, եթե նայեք, երբ որ ժողովուրդը դուրս եկավ, հրաժարական տվեցին եւ միջև հիմա գործի են գնում, այսինքն ցույց է տալի, որ էֆեկտիվը ավելի լավ է հենց այդ էլեկտրոնային հարթակներ։ Մենք էքսպերիմենտ 2 տարել ենք, ինչքան էլ դա վատ հնչի, որ դա էքսպերիմենտ էր, բայց մենք մեր թմով բլոգեր Բելայի ձերբակալումը Բելարուսիայում, հա, եւ Վարդան Ղուկասյանի
Հայաստան տեղափոխել հարցը մենք էլեկտրոնային հարթակներով արել ենք եւ հաջողության հասել, որը որ ցույց է տալիս, որ ազդեցությունը եւ այսօրվա վարչապետը Հայաստանի Հանրապետության շատ խորամանկ քայլ է անում, ասենք բազմաշերտային ազդեցություն ունենալ, փողոցը կորցրել է, փորձի YouTube-ը ուրիշ տարիքային է, TikTok-ը ուրիշ տարիքային է, Facebook-ը ուրիշ տարիքային է։ Բոլոր սեգմենտները սոցցանցերով վերցնում են, հա։ Հիմա ինչ վերաբերում է այդ ուժին, որ նոր իբր ձևավորվել է եւ 3 խայտարակ հայտարարություն են արել, ես հատվածներ եմ տեսել, որ հաղթանակի դեպքում 148-րդ հոդվածով սահմանադրության կփոխվի, որ այսինքն նրանք հող են նախապատրաստում։ Սամվել Կարապետյանի մասին խոսքը։ Այո, նրանք հող են նախապատրաստում, որ հաջորդ Հայաստանի Հանրապետության վարչապետը կարա լինի թուրք, կարա լինի այլ ազգի, այսինքն ինչ է նշանակում դու հանես այդ 4 տարին կամ 5 տարին անպայման եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չնի, կասեն, չեն ասի թուրքա, կասեն Անգլիայի քաղաքացի է, այսինքն եթե խոսքը գնում է օլիգարխի մասին, որ պետք է օլիգարխը դառնա, չէ, ինչ որ երկրի ղեկավար, Իրանից մեծ օլիգարխներ կան, հասկանում եք, թե Փաշինյանը, թե այդ Սամվել Կարապետյանը մեր պետության վրա թանկ են նստում։ Փաշինյանը իր թանկը մեր համար, քանի որ կառավարման համակարգերը չի աշխատում, իսկ այդ ուժը թանկ է մեր համար մենաշնորհությունների պատճառով, հասկանում եք, ազգի վրա երկուսն է թանկ են, մեզ այդ երկուսն է պետք չեն։ Իսկ այս կաստինգները, որ կատարվում է, դա իրոք հասարակությանը տանում է դեգրադացիայի, այսինքն էլի հասարակությունը գնալու է անհատի հետևից, ոչ թե գաղափարի կամ ծրագրի հետևից, բայց այսօրվա մեր հասարակությունը դեռ այդքան դեգրադացված չի եւ շատ խորամանկ է, դա ցույց է տալի հենց այդ տեխնացուների, որ փորձում են կաստինգով առաջի ձեռքեր ձևավորվել կուսակցության եւ երբ որ տեսնում ես մարդիկ դուրս են գալի եւ ասում են սա Արբանյակա, սրա Արբանյակն է, սրա Արբանյակն է, ցույց է տալիս, որ մեր հասարակությունը լավ էլ խելոք է, ամբողջովին դեգրադացիայի։ Բայց ամսի 7-ին ինչ է անելու հունիսի։ Այդ հասկացող խելոք հասարակությունը։ Դե լինելու են մարդիկ, որ գնալու են պիցայի հետևից, լինելու են մարդիկ, որ գնալու են, ասենք, իրենց ընտրությունը իրենց նախասիրություններով կատարելու են։ Դե ընտրությունը դա էլ նշանակում է, ով ավելի շատ հետևորդ կձեռք բերի։ Բայց մեծամասնությունը գնալու է եւ ընտրելու է երրորդ ուժին։